Նիկոլականներ, եկեք ստեղ, այդ որ մեկնաբանություններում գրում եք ժողովրդի անունից եք փորձում խոսալ, ժողովուրդը ձեր երեսին թքում է այսօր, ոչ թե մենակ ես եմ թքում ձեր Նիկոլի երեսին, այլ ժողովրդի մեծամասնությունը, մի քանի վայրկյան ուշադիր լսեք, հասարակ մի մարդ, հասարակ մի ժողովուրդ, տեսեք, այս նույն կարծիքը, այս նույն բանը ամենուրեք ասում են մարդիկ, Սփյուռքի հայությունը, Ներսի հայությունը, լսեք այս տարեց մարդուն, լսեք ինչա ասում, Նիկոլականներ, լսեք, ուշադիր լսեք ժողովուրդը ձեզ ինչա ասում, լսեք։ Չէ, ընտրություն, ասել մի պատրոն մի կրակը գոնե ընտրվեմ։ Հիմա եկել են մարդուկին են բաժանում, դու լավ էլ դա խաղալ, ամութա էլի, հասկանում եք։ Ես մեկ սենց եմ ուտնում, վարչապետ իրան ծաներ կնայի, որ ժողովուրդը ազմասը հով անգերտ ասում ով ես դու։ Հիմա բոլոր ես աշխարհին ինքն է ներկայացնում ես հայ ազգին, որ տաղանդա որ առաջի ազգն ենք դա, բայց ամենահիմար ու սաղ ձեռ են առնում ես, այդ ազգի չենք դարձել արդեն։ Լսեցիք սիրելի հայրենակիցներ, Նիկոլականներ, լսեցիք այն չաղլիկ, մաղլիկ, այն Ռուբինյան, սաղին հավաքեք, լցրեք ստեղ թող լսեն, այդ որ ճղում եք ձեր քամակները, խաղաղություն, մարդը ձեզ բացատրեց։ Ալիևի ոտերը ընկել եք, վերարտադրվելու համար աղաչել եք վերջի մի քանի ամիսը, որ ձեզ աջակցի Ալիևը։ Էտա ձեր վարած քաղաքականությունը, թշնամու հետ համագործակցեք, որ Հայաստանի ներսում վեր ընտրվեք, թուրքի կոշիկը լիզեք, որ այստեղ մնաք իշխանության, որ ժողովրդին կարողանաք խաբեք։ Դուք այդ կարգի ստորեք։ Հաջորդը ձեր պահվածքը, ձեր վերաբերմունքը, դուք ոնց եք ներկայացնում հայ ազգին, դուք ոնց ով եք вообще, դուք հայ ազգի հետ չեք շփվում։ Չեք շփվում։ Նիկոլ Փաշինյանը, որ դուրս է եկել փողոց, փնտրում է այն մարդկանց, որոնք իրանց հարմար են, որոնց հարցերը ինքը կարող է ֆռսնի, որոնց կարող է խափի, որոնց հետ կարող է խոսա, կրկին փաստ եմ ներկայացնում, ժողովուրդ, նայեք, որ երբ որ մարդը հարց է տալի, թողում փախնում է Նիկոլը, փախնում, արա, ուր ես փախնում, արա, կայնի մարդու հարցին պատասխանի դե տղամարդ ես, բայց հենց մտել ես ժողովրդի մեջ ու փախնում ես, խես փախնում, արա, նայեք ոնց է փախնում, նայեք ոնց է քաղաքացուց փախնում, հարց լուծողը, նայեք։ Ամորի մկանի գործաներ են սրանք, դուք եք իրավական համակարգն են, հիմա է դուք եք ինձ գործանում, նրանք գործանել են իմ ընտանիքը, իմ ծերությունը, իմ ամուսնու ծերությունը, ով է մեղավոր, ո՞րն է դատարանը ձեր, երկուսին իրեն նույն նշարիվը, հա? Տեսակ? Տեսակ ես կնոջ դեմքը, տեսակ ես կնոջ հանդեպ իրանց թույլ տված անարտարությունը, բերանի լեզուն չի վռում տենց տեղեր, էլ չի աշխատում լեզվի ճկունությունը, բա պատասխանի արա, բա խոսային արա, բա լեզուց ջուր առար ու ախրանիկների հետ փախար մի տարեշ կնոջ հարցի չկարացար պատասխաներ, դենք ես էնա պետք ինչը որ դու ես հարմար գտնում, ու հելել ես ուզում ես ռեկլամանես, թե դու ժողովրդի մեջ ազատես, թքում են վրետ, թքում են այդ են ծերեսիդ, գիտես ինչի, որտև խապել ես արա մարդկանց, խապել ես ամեն օր, ամեն առավոտ, ամեն կեսօր, ամեն իրիկուն, ամեն ժամ, խապել ես 7 տարի շարունակ, գիշեր ցերեկ, խապել ես, մարդկանց ամեն օր խապել ես, արա, դու քո թիմը խապել եք, հիմա էլի եկել եք, էլի ուզում եք խապեք, արա, էլի ուզում եք ֆրծնեք, էլի ուզում եք քծեք, էլի ուզում եք սպանեք, թալանեք, էդ եք դուք, անթասիպներ, ու զգացիր, որ քո կնոջդ այդ շոուներն էլ չի անցնում, մարդիկ հասկանում են, արա, նայեք, որ մարդիկ հասկանում են, որ դու կապիկ եք, արա, ու այդ մի մարդը չի տենց մտածում, մեզ ազգի 90%-ը տենց է քո մասին մտածում։ Ինչ եք կարծում, Փաշինյանը իր որոշմամբ է փոխում Հայաստանի սահմանադրություն, թե Ալիևի։ Ալիևի, ինչ միամիտ հարց տվեցիր, այ բալեց, նա միամիտ
Նա Ալիևի ձերքի Թաշկինակ։ Ինչ եք կարծում, եթե Փաշինյանը ընտրվի, ինչ կկատարվի երկրում։ Մենք երկիր չենք ունենա, արդեն չունենք։ Ամեն ուրեք թքում է ձեր դեմքին։ Դու կարճել ես ատորից անինքնասերի պես քո հետ լակոտների հետ միասին։ Վժում է ժամանակին երբեք կարճած չեմ լինի աթորից։ Դու այսօր Հայաստանում 5% բնական աճակից չունես, բոլորը թքում են երեսիդ, բայց պատդոշա երեսդ, ես դա գիտեմ, պատդոշա։ Անինքնասերի պես էս է կարա դուք։ Այն մարդկանց պրոբլեմները, հարցերը, որոնք խեղդում է, դա ձեզ հետաքրքիր չի, ձեր շոուն է հետաքրքիր, ձեր լավ կադրերն է հետաքրքիր, ձեր կապիկություններն է հետաքրքիր։ Հելեք ձեր շոուները նկարեք, ձեր մամուլով, ձեր ֆեյքերով, ձեր ամեն ինչով կեղծ ֆեյսբուքյան աշխարհ ստեղծեք, ցույց տվեք թե իբրես է։ Կեղծիկը ինչքանը տես պետք է պայեք, արա մի օր այդ կեղծիկը sense պայթելու է հրապարակի կենտրոնում։ Ձեզ սրբիտանի այդ կեղծիկը, այդ ցավերը, այդ պրոբլեմները, այդ վարկերի տակ ճռռացող, այդ բանկերի տակ ճռռացող, այդ հիվանդանոցներում տառապող, այդ փող չունեցող մարդը վերջը պայթելու է, արա։ Դուք այդպես չեք կարա երկիր պայեք, արա։ Դուք ձեր կապիկություններով չեք կարա ուրիշի սոված երեխու կերակրեք, արա։ Դուք դա չեք ընկալում, դուք կարաք ձեր փորը, ձեր լապը, ամեն ինչ անեք, որ տեղը պայեք, բա դուք չեք մտածում են մարդ ու երեխեն էլ է երեխա, արա, սոված է այսօր, անտունը, անտերա, 150,000 արցախցու տնից զրկել եք այսօր, ապրում են այդ խեղճերը, ու որոշ անբարոյական լակոտներ կան ասում են արցախցին ես արցախցու պատասխանատվությունը, արցախցու պայքարը ես որպես Հայաստանում ապրող վերցնում եմ ին վրա, պայքարելու եմ իրենց իրավունքների համար, ուզեք թե չուզեք արա, ու նրանց մեղադրելուց առաջ, հիշեք որ թուրքի գնդակների տակ են ապրել, սրիկաներ, ու են բոլոր դավաճանները ովքեր այսօր համարձակվում են այս թուրքի հպատակին հպատակվեն, որ 2 կոպեկ փող տա ուտեն, դուք իմ համար դավաճան եք, դուք ձեր տունը, ձեր տեղը, ձեր հողը իրավունք չունեք, ուրանալու ձեր ընկերների արյունը, ձեզ այդ իրավունքը չկա, սովամա է լինեք այդ իրավունքը չունեք, պիտի պայքարեք ճշմարտության համար, հակառակ դեպքում ստրուկ եք դառնալու թուրքի ձեռը